Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարությունն ավարտվել է։ Հաջորդ նիստին սպասվում է վճռի հրապարակումը։ Թեմայի շուրջ կզրուցենք Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, երբ կհրապարակվի վճիռը եւ ինչպիսին կարող է այն լինել։ Փետրվարի 10-ին կայացավ ըստ էության վերջին դատական նիստը, դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ եւ վաղը սպասվում է վճռի հրապարակումը եւ կասկած չկա, որ վճիռը լինելու է մեղադրական եւ որ դատավորը բավարարելու է դատախազի պահանջը եւ ցմահ ազատազրկում է նշանակելու, թեև ոչ մի փաստ չի ներկայացվել ի ապացույց Ռուբեն Վարդանյանի դեմ առաջ քաշված այդ 42 մեղադրանքների, որոնց ճնշող մեծամասնությունը պարզապես աբսուրդային են, քանի որ դրանցից մի քանիսը անգամ վերաբերվում է իրադարձությունների, որոնք տեղի են ունեցել Ռուբեն Վարդանյանի Արցախ գալուց 30 տարի առաջ։ Չնայած այդ ամենին իհարկե կասկած չկա, որ վճիռը կկայացվի, ինչպես եւ դատարանը բավարարեց մյուս մեր հայրենակիցների դեպքում դատախազի պահանջները, գիտենք, որ փետրվարի 5-ին դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց մեր 5 հայրենակիցների, իսկ երկուսի դեպքում 20 տարվա ազատազրկման վճիռ կայացրեց, քանի որ նրանք 65-ից տարեց էին, իսկ ադրբեջանական օրենսդրությունը արգելում է ավելի քան 65 տարեկան մարդկանց դեպքում ցմահ ազատազրկում կայացնել վճիռ, թեև պարզ է, որ դա նույն ցմահ ազատազրկումն է հաշվի առնելով իրենց տարիքը։ Ռուբեն Վարդանյանը հարազատների հետ վերջին հեռախոսազրույցում հայտարարել է, որ պատրաստ է այդպիսի դատավճռին, վերջին նիստում նա արգելել էր իր փաստաբանին որևէ կերպ մեկնաբանել սպասվող վճիռը, իսկ անձամբ իր վերջին խոսքում բավական այսպես տղամարդկային կեցվածք ցուցաբերեց 3 անգամ կրկնելով, որ Արցախը կա եւ լինելու է, թեև դատավորը մի քանի անգամ փորձել էր նրան ընդհատել։ Բացի այդ ընդգծել է, որ խաղաղությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կարող է լինել, եթե երկու հավասար հարևաններ լինեն։ Բնական է, որ ադրբեջանական մամուլը հիշատակում է միայն այն մասին, որ Ռուբեն Վարդանյանը ընթերցել է ադրբեջանցի պոետի բանաստեղծությունը։ Իհարկե չհիշատակելով այն մասին, որ այդ Ֆիզուլի պոետի բանաստեղծությունը, որը նա մեջբերում էր, վերաբերվում էր այն բարոյազրկված падիշահին, ով կաշառելով սեփական ժողովրդին պատերազմ էր հայտարարել հարևաններին, գրավել էր հարևանի հողը, իսկ դրանից հետո տապալել էր սեփական երկիրը եւ ոչնչացրել սեփական պետությունը։ Պարզ է, թե ում է վերաբերում այդ ակնարկը, բայց իհարկե ադրբեջանական լրատվամիջոցները այս մասին ոչինչ չեն հիշատակում։ Իսկ հնարավոր է, որ վճիռը կայացնելուց հետո նա ազատ արձակվի, ինչպես եղավ հունվարին մեր մյուս 4 հայրենակիցների դեպքում։ Այդ 4 մեր հայրենակիցների ազատ արձակման հիմնավորումը մինչ օրս անհայտ է, քանի որ չի հրապարակվել նախագահի հրամանագիր նրանց ներում շնորհելու մասին եւ հայտնի չէ, թե արդյոք եղել է այդպիսի հրամանագիր թե ոչ, բայց Իլհամ Ալիևը ըստ էության բացառել է Ռուբեն Վարդանյանին եւ մյուս մեր անօրեն կալանավորված հայրենակիցների ազատ արձակման կամ ներում շնորհելու հնարավորությունը։ Ֆրանս 24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա հաստատել է, որ նման խնդրանքով իրեն դիմել էր Վենսը ԱՄՆ փոխնախագահ, բայց նաեւ հայտարարել է, որ մտադիր չէ նրանց ներում շնորհել, քանի որ ինչպես ինքն է որակել, նրանց կատարած հանցանքը իբր ավելի ծանր է, քան երկրորդ համաշխարհամարտի ժամանակ նացիստական վարչակազմի պարագլուխների կատարած հանցագործությունները։ Միաժամանակ Իլհամ Ալիևը պնդել է, որ անթերի դատավարություն է եղել, որ բոլորը ունեցել են փաստաբաններ, որ դատական process-ը եղել է միանգամայն թափանցիկ եւ օրինական։ Դա այն դեպքում, երբ իրականում օրինակ Ռուբեն Վարդանյանը զրկված էր անգամ մեղադրական եզրակացությանը ծանոթանալու հնարավորությունից։ Այն դեպքում, երբ նրա գրեթե բոլոր միջնորդությունները կամ մերժվում էին, կամ պարզապես արհամարվում էին դատավորի դեպքում, եւ այն դեպքում, երբ ազատ լրատվամիջոցները զրկված էին դատարանի նիստում ներկա լինելու հնարավորությունից, ինչպես նաեւ միջազգային իրավապաշտպանները։ Իսկ փաստաբանը փաստորեն զրկված էր ազատ աշխատելու հնարավորությունից, ինչը ստիպեց ի վերջո Ռուբեն Վարդանյանին հոկտեմբերին հրաժարվել փաստաբանի ծառայություններից։ Արտյոմ, իսկ ինչով է պայմանավորված այն, որ Վարդանյանի հարազատներին հնարավորություն է տրվում տեղեկանալ իրականության մասին եւ փոխանցել այն, իսկ մինչդեռ մյուսների մասով կարծես թե դա այդքան էլ այդպես չէ։
Իրականում բոլոր մեր կալանավորված հայրենակիցները հարազատների հետ ժամանակ առ ժամանակ հեռախոսով խոսելու հնարավորություն ունեն, պարզապես ի տարբերություն Ռուբեն Վարդանյանի մնացածը ինչ-ինչ պատճառներից ելնելով չեն օգտվում ինչ-որ ուղերձներ փոխանցելու հնարավորությունից։ Ռուբեն Վարդանյանի ընտանիքի անդամները դարձել են փաստորեն այդ օբյեկտիվ տեղեկությունը ստանալու եւ փոխանցելու խողովակ, ինչի համար Ադրբեջանի իշխանությունները արդեն սպառնում են Ռուբեն Վարդանյանի ընտանիքի անդամներին։ Մասնավորապես կազմակերպված տեղեկատվական արշավ է սկսվել Բաքվում Վարդանյանի որդու Ռուբենի Դավիթի դեմ, որին սպառնում են եւ օրինակ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կողմից վերահսկվող մոդեռն ազ պարբերականը գրում է, որ նրա դեմ պետք է քրեական հետապնդում սկսվի, որ նրա պետք է միջազգային հետախուզում հայտարարվի նրա դեմ, քանի որ ինչպես այդ պարբերականն է պնդում, իբր թե քառօրյա պատերազմի ժամանակ նա անօրեն ձևով անցել է Ադրբեջանի սահմանը եւ համալրել է այնտեղի զինված անօրինական խմբավորումները կռվելով Ադրբեջանի դեմ։ Մինչդեռ իրականությունը այն է, որ լինելով Հայաստանի քաղաքացի, նա ինքնակամ իսկապես ցանկացել է ծառայությունը անցնել Արցախի տարածքում, ինչպես եւ հազարավոր այլ մեր հայրենակիցներ, որոնք պարզապես զորակոչվել էին 18 տարեկանին լրանալուն պես։ Այժմ Ադրբեջանի քարոզիչները սպառնում են, որ նրա դեմ կարող է քրեական գործ հարուցվել, ու դա պարզապես փորձ է վախեցնելու Դավիթ Վարդանյանին, քանի որ նա շարունակում է լուրջ գլխացավանք պատճառել Ալիևի վարչակազմին եւ նրա քարոզիչներին։ Շնորհակալություն, Արծու։